դրվագներ քննարկել։ Հաջորդ հարցը Պարոն վարչապետ, դուք կառավարության նիստի ընթացքում անդրադառնալով հեղուկ գազի գնին ասացիք, որ հաջորդ դեկտեմբերին այդ գնի բարձրացումը տեղի չի ունենա, նկատի ունենալով, որ ճանապարհների ապահովման կոնտեքստում տեղի չի ունենա, բայց մենք տեսնում ենք, որ բենզին եւ այլ մթերքներն անգամ Ռուսաստանից, Ղազախստանից, Ադրբեջանից հասնում են Հայաստան, ինչու պարոն վարչապետ գազի հեղուկ գազի հիմա չի ներկրվում Հայաստան, քանի որ արդեն ճանապարհն է բացվում եւ արդեն հիմա կարող ենք այդ գնի իջեցումը ունենալ եւ թրիպի հետ կապված պարոն վարչապետ անվտանգության եւ մաքսային կետերի հսկողության առումով դեռ հարցերը ճիշտ է փաստաթղթում նշվում են, բայց շահարկումները շարունակվում են անվտանգությունով է իրականացնելու եւ մաքսակետերում հայ սահմանապահներ լինելու են, հայ մաքսավորներ լինելու են թե ոչ, ու որովհետեւ շարունակվում են պնդումները, որ ինչ տարբերություն սա յուրատեսակ միջանց կա, մեկ միջանցքը տվեցիք։ Գիտեք, տեքստ կա հրապարակված, այնտեղ ամեն ինչ գրված է, եւ կարող է միշտ գտնվել մարդ, ով այդ տեքստը կարդա, ասի հա բայց, այսինքն ձեր տեքստը հենց դրա համար է, որ այդ բոլոր հարցերի պատասխանները հնչեն, եւ տեքստը տալիս է ձեր բոլոր հարցերի պատասխանները, ասելով, որ մաքսային, սահմանային ոլորտներում Հայաստանի սուվերեն գործառույթները անքննարկելի են։ Այսինքն այդ բոլոր հարցերի պատասխանները տրված են, տեսեք դուք ասում եք մարդիկ կան, որ այդպես են ասում, այդպիսի մարդիկ միշտ կլինեն։ Այսինքն երբ որ սահմանապահը եւ մաքսավորը կանգնած լինեն, էլի կլինեն մարդիկ, որ կասեն այդ ընդեղ չեն։ Կամ այդ իրանք չեն։ Կամ ընդեղ են ուղակի ձևի համար։ Այսինքն ես նախկինում էլ այս ամբիոնից առիթ ունեցել եմ ասելու, որ կան տերմիններ՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Եվ այդ տերմինները ես ասել եմ, որ կարտահայտվեն եւ արտահայտվել են իրականացման շրջանակում։ Ինչ վերաբերվում է մնացած ապրանքախմբերի ներմուծումներին, ես կարծում եմ, որ շուկան ինքը իրեն կարգավորի։ Ես էլի ուզում եմ հիշեցնել, որ կառավարությունը չի զբաղվում որևէ ապրանքախմբի ներմուծմամբ, կառավարությունը ստեղծում է պայմաններ, որպեսզի մասնավոր հատվածը ձեռք բերի գործարար պայմանավորվածություններ եւ գործի այդ շրջանակներում։ Համոզված եմ, որ շուկան ինքը իրեն կկարգավորի, մեր խնդիրն է, որպեսզի կառավարությունը ստեղծի հնարավորություններ, որ այդ կարգավորման եւ շուկայի խնդիրների լուծման հնարավորություններ ստեղծվեն, ինչը ես կարծում եմ, որ այլևս ակնհայտ է։ Հաջորդ հարցը Ռոզա Պարոն Փաշինյան, դուք տեղյակ եք, որ ադրբեջանցիները ներխուժելով Շիկահողի պետական արգելոց հատում են Հայաստանի Հանրապետության անտառները։ Մենք մի քանի անգամ ահազանգ ենք ստացել այդ մասին եւ Կապան համայնքի համայնքապետները մեզ ասել եւ գյուղացիներից նաեւ վերջերս կային ահազանգեր մարդիկ ասում են ամենօրյա ռեժիմով այնտեղ դրուժբայի ձայներ են լսում։ Հիմա դուք եւ ձեր թիմակիցները վերջին շրջանում այսպես սկսում եք անել հայտարարություններ, որոնք ադրբեջանցիներին ձեռնտու են, օրինակ ասում եք Հայաստանի Հանրապետության ենթակայության ներքո կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, ինչ որ ենթադրյալ տարածքներ չգիտեմ, բայց չեք խոսում այն մասին, ոչ մի բառ, անգամ մեր շրջակա միջավայրի նախարարությունը հրատարակային չեք ասել, որ բնապահպանական աղետ կարող է առաջանալ, հատում են պետական արգելոցի ծառերը եւ չեք խոսում։ Ինչու է այդպես, որ օրինակ խոսում եք այն մասին, որ մենք իրենք ունենք տարածքներ մեր ենթակայության տակ, բայց դուք չեք խոսում այն մասին, որ ներխուժելով մեր տարածքներ մեծ վնաս են հասցնում մեր էկոհամակարգին եւ ինչու հիմա չեք բարձրաձայնում այս խաղաղության թրիփի, չգիտեմ, շրջանակներում զորքերի հետ քաշման հարցը, ինչու եք անդադ ասում կմնա սահմանազատման, չգիտեմ, շրջանակներում, ինչու օրինակ հարցադրումներ կան, թե ինչու օրինակ չեք ամերիկյան միջնորդությունն օգտագործում նաև այս ուղղությամբ, ինչու եք հետաձգում դա, որտեղ դա կարևոր հարց է։ Նախ պետք է զորքերը գնան իրենց դիրքերին, հետո նոր ասենք լինի խաղաղության այդ գործընթացը, որի մասին դուք խոսում եք, շնորհակալություն։ Նախ առաջ այն տեղեկությունը ծառերի հատման մասին ես երբեք նման տեղեկատվություն չեմ ստացել, եւ եթե նման տեղեկատվություն լինի, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում ծառեր են հատվում կամ էկոլոգիական աղետ է տեղի ունենում, բնականաբար մենք դրան չենք կարող որևէ ձևով չարձագանքել։
Գիտեք, ներողություն եմ խնդրում, բայց ես մամուլի ոչ բոլոր հրապարակումներն եմ կարդում, եւ ես համոզված եմ, որ եթե լիներ, որովհետեւ մամուլի հրապարակումներին որ հետևենք, մենք այսօր հիմա այստեղ չենք, այլ բոլորովին ուրիշ տեղերում։ Եթե լինեն մամուլի հրապարակումներ կամ տեղեկություններ, որոնք պատշաճ կլինի, որ վարչապետին զեկուցվի, այդ մասին կզեկուցվի։ Ինչ վերաբերվում է սահմանների հարցին, ելի ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հասել են խաղաղության Ալմատի հռչակագրի հիման վրա։ Այդտեղ չկա մոտեցում խոսել, տեսեք, ասում եք բաներ, որ ձեռնտու է Ադրբեջանին, ոչ ես ասում եմ բաներ, որ ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը եւ բխում է ճշմարտությունից։ Եվ Ալմատի հռչակագիր կա, որը նշանակում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը նույնական է Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքի հետ եւ Ադրբեջանի տարածքը նույնական է ադրբեջանական խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքի հետ։ Այդ տարածքները հայտնի են եւ երբ որ ասում եք դուք չգիտեք ինչ տարածքների մասին է, որ այս տրամաբանությամբ մեջ է գտնվում, դա բոլորին հայտնի է եւ այդ խնդրի լուծման ճանապարհը սահմանազատումն է, որովհետեւ սահմանազատման հետ կապված մենք ունենք նաև ինստիտուցիոնալ եւ Հայաստանում եւ Ադրբեջանում բարձրագույն իրավական ուժ ունեցող փաստաթուղթ։ Խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների իրենց համապատասխան անուններով, ես հիմա պաշտոնական ճշգրիտ անունները չեմ ասում, համատեղ գործունեության կանոնակարգ եւ այդ գործընթացում բոլոր խնդիրները կլուծվեն։ Ձեր հարցին պատասխան։ Դուք չեք փորձում ես ձեր հարցին պատասխանեցի։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, չնայած կարճ անդրադարձակ, բայց այնուամենայնիվ կարծում եմ բարձրաբանման անհրաժեշտություն կա, հնչեցնեմ հարցը. արդյոք front office, back office մոդելի ընտրությունը չի նշանակում, որ հայ սահմանապահներին ադրբեջանցիներին չեն հանդիպելու, սա նշանակում է, որ հայ մաքսավորներն ու սահմանապահները երկրորդ պլանում են լինելու, օրինակ ինչպես հիմա զվարթնոցում է, թրիպի վրա հայ սահմանապահները անձամբ չեն ստուգելու մեկնող ժամանողներին, երբ հաստատղթում կա նշում, որ մասնավոր օպերատորը, որը սահմանին իրականացնելու է հաստատղթերի ստուգումը, երրորդ կողմից է լինելու, դա նշանակում է, որ այդ ընկերությունը հայկական չի լինելու, իսկ հայերին աշխատանքի կարող է վերցնել այդ ծառայությունները մատուցելու համար։ Շնորհակալություն։ Հաստատղթում հստակ նշված է, որ front office-ը կամ ընդունարանը չի որոշում, որոշումներ կայացնում են Հայաստանի պետական համապատասխան մարմինները, այսինքն back office-ը։ Հիմա դուք ձեր հարցի մեջ հիշատակեցիք Զվարթնոց օդանավակայանը, ես էլ բազմիցս հիշատակել եմ օգոստոսի 8-ին հաջորդած ժամանակաշրջանում Զվարթնոց օդանավակայանը եւ Զվարթնոց օդանավակայանի կարգավորումները գործում են արդեն շատ երկար ժամանակ եւ դրանից Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հենց Զվարթնոցի հետ կապված կարգավորումներով որևէ կերպ չի տուժել եւ հետեւաբար այն ինչ տեղի ունենում Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում կամ հենց մայրաքաղաքի հարևանությամբ նշանակում է նույնը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության ցանկացած այդ տարածքում եւ դա մեզ համար ընդունելի է։ Ավելին, ես ձեզ ասեմ, որ նրանք ովքեր ճամփորդում են, օրինակ մենք տեղեկանքներ ենք ստանում, այդ թվում թե մերձավոր արևելքի կամ եվրոպական մի շարք երկրներ, ինչպիսի կարգավորումներ են անում, որպեսզի քաղաքացիների, բեռների անցումը, տարանցումը, մուտքը իրենց երկիր հնարավորինս հեշտացնեն։ Ինչի՞ համար դա արվում։ Դա արվում է այդ թվում զբոսաշրջային հոսքերը, ներդրումային միջավայրը լավարկելու ուղղությամբ։ Եվ ես ասել եմ, որ այդ թվում այն փորձը, որը մենք գոհացնող կհամարենք, որովհետև մենք շատ կարևոր է, որ այս նախագծի շրջանակներում մենք ստանալու ենք մաքսային եւ սահմանային հսկողության այնպիսի տեխնոլոգիաներ, որը նաև փաստաթղթում նախատեսված է, որ Հայաստանում նախկինում չի եղել։ Շատ զարգացած երկրներում դա արդեն իսկ ներդրված է, ընդհանուր Միացյալ Նահանգներում։ Պատկերացնում եք Միացյալ Նահանգների նման երկիրը եւ այլ բազմաթիվ երկրներ, որոնք ինչքան նախանձախնդիր են իրենց ինքնիշխանության եւ անվտանգության հարցերում։ Մենք այս տեխնոլոգիաներին հասանելիություն ենք ունենալու եւ ես հույս ունեմ, որ մենք ոչ միայն թրիպի հետ առնչվող
սահմաններում, այլև մեր սահմանների մյուս անցակետերում այդ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կունենանք ներդնել, որովհետև դա երկրի կարգի փոփոխության մասին է վկայում։ Հաջորդ հարցը Պարոն Փաշինյան, հարևան Թեհրանից են շատ մտահոգիչ հայտարարություններ հնչում, մասնապես 3 դեսպանը հայտարարեց հստակ, որ մտահոգություններ կան Իրանում Թրամփի ուղու հետ կապված, թեև մինչ այդ այստեղ իշխանությունները մեր վստահեցնում են, որ ամեն ինչ կարգին է, Իրանի հետ պարբերաբար ակտիվ բանակցություններ են տարվում եւ որևէ խնդիր չի կարող լինել։ Բացի դա, անդրադառնալով այստեղ արդեն ակցիաներին դեսպանատան մոտ կատարվող, ինչ ասեց դեսպանը, ասում է, որ Թեհրանում ձևավորվել է տպավորություն, որ Հայաստանը դարձել է կենտրոն իրենց դեմ ճշնամական գործողությունների համար։ Հիմա ոնց ստացվեց, որ մեր ռազմավարական հիմնական գործընկեր երկրում այսպիսի տպավորություններ են ձևավորվում, այսպիսի հայտարարություններ են հնչում, արդյոք սա արտաքին քաղաքական ցախողում չեք համարում եւ մեկ հարց եւս, երբ որ ազգային ժողովում ճապազրույցի ժամանակ, երբ որ ձեզ հրցուղեցիացի երբ եք գնալու Մայրաթոր, ասելիցիք, երբ որ մաքրվեմ մեղքերից, մաքրվեցիք թե ոչ։ Ուրեմն Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք եւ ամեն ինչ արել ենք եւ կշարունակենք անել Իրանի Իսլամական Հանրապետության մեզ համար բարեկամական եւ եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ Դուք տեղյակ եք, որ մենք Հայաստանում ընդհանրապես 2018-ից էսկոմ Հայաստանում երբեք ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել։ Եվ մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա արդեն իրողություն է, այլ բան, որ մենք այո կիսում ենք, որ արտահայտման ձևերը չպետք է խաթարեն որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ որևէ այլ դեսպանատան աշխատանք եւ մենք ուշադիր կհետևենք այդ թվում մտահոգություններին կապված այդ իրավիճակի հետ եւ մեր ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում իհարկե բոլոր միջոցները կապահովենք, կձեռնարկենք, որպեսզի բարեկամական եւ եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան գործունեության հետ կապված որևէ խնդիր չառաջանա եւ ընդհակառակ այն մարդիկ, ովքեր օրենքի գիծը կանցնեն, նրանց նկատմամբ կիրականացնեն համապատասխան վարույթներ։ Ես գիտեմ, որ վարչական վարույթներ են հարուցված մի քանի դեպքերով։ Ինչ վերաբերվում է թրիփի հետ կապված, դուք գիտեք, որ Իրանի Իսլամական Հանրապետության հարգարժան նախագահը օգոստոսին այց ունեցավ, օգոստոսի 19-ին էր կարծեմ, Վաշինգտոնի գագաթաժողովից 10 օր անց, մենք շատ հանգամանալից երկար մանրամասն զրույց ենք ունեցել եւ ես կարծում եմ, որ մենք բոլոր հարցերի պատասխանները տվել ենք, բայց մենք նաեւ ասել ենք, որ հետագայում հարցեր ծագելու դեպքում մենք պատրաստ ենք եւ մենք անընդհատ կապի մեջ ենք եւ պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո այլ հարցեր նույնպես ծագում են։ Համենայն դեպս ես ուզում եմ ասել, որ քննարկումների ընթացքում մենք մեր միջազգային գործընկերների կարծիքները, մտահոգությունները հաշվի առնում ենք եւ բանակցելիս փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս հավասարակշռված լուծումների գանք, ինչը կարծում եմ այս դեպքում ստացվել է։ Ես ձեզ նախորդ բրիֆինգներում էլ եմ ասել, ես այդպես չեմ ասել։ Նախ մեղքերից ոչ մի մարդ չի մաքրվել, մարդը ինքը մեղսագործ է։ Ճիշտ ես ամեն կիրակի մեղքերի թողության կարգի եմ մասնակցում, բայց մարդը ինքը ընդհանրապես որևէ մարդու մասին ասել, որ ինքը անմեղ է, դա ինքնին քրիստոնեական տեսության համաձայն նույնիսկ կարող է գնահատվել որպես սրբապղծություն, եթե ասել, որ որևէ մահկանացու մարդ այլևս անմեղ է։ Ինչ վերաբերվում է Մայրաթորի հետ կապված խնդիրներին, ես կասել եմ, որ մենք պետք է նախ արժանանանք դրան եւ այո, ապաշխարության ճանապարհով մենք պետք է փորձենք արժանանալ։ Եթե ինչ որ մի բան, որը փոխկապակցված է դրա հետ, տեղի չի ունեցել, ուրեմն դեռ չենք արժանացել։ Երբ որ կարժանանանք, տեղի կունենա։ Հաջորդը Մակարյան Մյուս Վահե Մակարյան։ Ասեմ, որ քիչ առաջ հակակոռուպցիոն կոմիտեն ձեռնարկել է